Պրոշյան և Քասախ գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան աշտարակ մայրուղին։ Նրանք պահանջում են վերականգնել թիվ 25 և 59 երթուղիները, որոնք բնակավայրերը կապում են Երևանին։ Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Նախորդին պրոշյանցիները հանդիպել էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ Պաշտոնյան սակայն նշել էր, որ կառավարությունը որոշումը չի փոխելու։ 25 և 59 համարների ավտոբուսները կհանվեն։ Շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Ժամը 5:40-ի սահմաններում Երևանում գործարանային մետրոյի հարևանությամբ Toyota Magnish-ի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը, բժիշկը և բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Պատահարի հետևանքով մահացել է բժիշկը։ Բուժքրոջ վիճակը կայուն ծանր է։ Երևանի Զվարթնոց օդանավակայանի ենթակառուցվածքները կընդլայնվեն, ինչը կբերի համապատասխան ծառայությունների որակի բարձրացման։ Կոնցենսիոն կառավարիչը մեծ ներդրումային ծրագիր է առաջարկել։ Armenpress-ի հետ զրույցում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նա հավելել է, որ ընդլայնման հետ կապված իրավական տիրույթում որոշակի հարցեր կան, որոնք այժմ քննարկման փուլում են։ Ինչ վերաբերում է օդանավակայանում նոր տերմինալ կառուցելուն, ըստ պաշտոնյայի այդ հարցը ևս ընդգրկված է ներդրումային ծրագրում։ Արմեն Սիմոնյանը նշել է նաև, որ համատեղ ջանքերով Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 4 տասնյակից ավելի թերությունները։ Եվրամիության սև ցուցակից դուրս գալու հստակ ժամկետներ, սակայն այս պահին նշել հնարավոր չէ։ Արցախի Վանք գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում։ 3.3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ապրիլի 8-ին տեղական ժամանակով 00:35-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-ից 5 բալ։ Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոտք և Կութ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ուղիղ բանակցություններ են սկսում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սա անակնկալ հայտարարություն է այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները մերժել էին նման բանակցություններ վարելու ԱՄՆ-ի կոչերը։ Թրամփը նաև կոշտ նախազգուշացում է արել, եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը մեծ վտանգի տակ կլինի։ Իրանը պաշտոնապես չի արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ Reuters-ին ասել էր, որ Թեհրանը ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները Օմանի միջնորդությամբ։ Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3-ին։ Մինչ այդ երկրի ղեկավարի պարտականությունները կկատարի վարչապետ Han Deok-sun։ Ապրիլի 4-ին Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը միաձայն հավանություն էր տվել երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտին։ 2024-ի դեկտեմբերին երկրի ընդդիմությունը իմպիչմենտի ենթարկեց նախագահին երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։ Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համերգային շրջագայության շրջանակում կայցելի Հայաստան։ Նա այս մասին հայտնել է Instagram-ի իր պաշտոնական էջում։ Լոպեսը նշել է նաև, որ տոմսերի և համերգների ամսաթվերի մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է հետևել On the J-Lo Instagram-յան պաշտոնական էջին։ Այս էջից տեղեկանում ենք, որ համերգը լինելու է օգոստոսի 3-ին Երևանում, Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտում։